Alors, nous avons derrière nous, mais aussi devant nous, des mois où les pays de la région se sont trouvés au cœur de l'actualité. Հագեցած իրադարձություններով, որոնք վերաբերում են տարածաշրջանի երկրներին, առնչվել են այդ երկրներին։ Le sommet de Vilnius, qui s'est tenu à la fin du mois de novembre, était une étape importante de la politique du partenariat oriental qui a été engagée il y a quelques années. Ուրեմն սրանից բոլորովին վերջերս Վիլնյուսի գագաթաժողովը դա հենց մի քանի տարի առաջ ձեռնարկված արևելյան գործակցության, ուրեմն քաղաքականությանը նվիրված այդ հանրագումարային հանձնաժողով, համագումարներ։ C'est une étape importante qui a été franchie à cette occasion. Մայդարիթով պետք է նշել, որ բավականին կարևոր փուլ մի արդեն Une étape qui s'accompagne de résultats pour l'Union européenne comme pour les pays membres du partenariat oriental. Փուլ, որը նշանավորվեց նաև արդյունքների ամփոփմամբ, ինչ որ միտեղ լինի դա թե Եվրամիության համար եւ թե, ասենք, արևելյան գործընկերություն ծրագրում ներառված, ներգրաված կամ դրա հետ առնչվող պետությունների համար։ Et en même temps une étape qui ouvre des perspectives. Եվ միաժամանակ փուլ, ժամանակահատված, որը նոր տեսլականներ, նոր հեռանկարներ է բացում։ Alors vous connaissez bien sûr les résultats du sommet de Vilnius. Դուք բնականաբար անշուշտ ծանոթ եք, ձեզ հայտնի են Վիլնյուսի գագաթնաժողովի արդյունքները։ Et je pense que vous vous intéressez davantage aux résultats, aux perspectives pour l'Arménie. Եվ ես ենթադրում եմ, որ առաջին նախիվ առաջ հետաքրքրությամբ ուրեմն ձեր համար առարկան, Վիլնյուսյան գագաթնաժողով, Հայաստանի համար։ C'était une étape importante pour l'Arménie, puisque c'était le rendez-vous avec l'Union européenne. Կարևոր փուլ Հայաստանի համար, քանի որ այստեղ ուրեմն պիտի հանդիպեր Հայաստանը, ներողություն, Հայաստանը Եվրամիության հետ։ Après le choix effectué au début du mois de septembre de rejoindre l'Union douanière. Սա այն հանդիպումն էր, որը հաջորդեց սեպտեմբերի սկզբին Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից կայացրած այդ որոշմանը։ Ça a été l'occasion pour l'Arménie de réaffirmer sa détermination tout en choisissant de rejoindre l'Union européenne, de poursuivre, développer, approfondir sa coopération avec l'Union européenne. Ուրեմն սա միևնույն ժամանակ առիթը եղավ Հայաստանի համար եւս մեկ անգամ հաստատելու իր ցանկությունը, որը հետեւյալն էր։ Ուրեմն ուղղորդվելով դեպի մաքսային միություն, ամեն դեպքում Հայաստանը իր ուրեմն խորին համոզմունքը եւ ինչ ասեմ, հաստատակամությունը շարունակել Եվրամիության հետ հնարավոր բոլոր ձևաչափերի համագործակցություն։ Et c'est ce qui se reflète dans les résultats du sommet de Vilnius pour l'Arménie. Եվ սա է Երևանի ներողություն Հայաստանի առնչությամբ այդ ուրեմն հանրագումարը արտացոլված է արտացոլվեց հենց Վիլնյուսյան գագաթնաժողովում։ En particulier la déclaration conjointe entre l'Union européenne et l'Arménie fait le bilan de l'acquis d'abord. Մասնավորապես ուրեմն Եվրամիություն Հայաստան համատեղ ուրեմն հայտարարություն, որը կարելի է համարել այս գործընթացի ամփոփում որպես définit la situation qui est celle de l'Arménie. Հայտարարություն, որով ուրեմն նաև սահմանվում է, որակվում է ուրեմն այն իրավիճակը, որ կա այսօր Հայաստանում։ Et dresse les perspectives d'avenir avec la réaffirmation de l'Union européenne et de l'Arménie de poursuivre cette coopération. Եվ բնականաբար նախանշում ուրեմն Եվրամիություն Հայաստան համագործակցության ուրեմն առնչությամբ շրջանակներում հերակա հնարավոր ապագայի ամերիկներ։ Surtout la déclaration précise
les domaines dans lesquels cette coopération est souhaitée des deux côtés, qu'il s'agisse des droits de l'homme, de la démocratie, de la gouvernance, de l'état de droit, de l'indépendance de la justice et des réformes sectorielles. Մանավանդ որ հստակ նախանշված են նաև համագործակցության կոնկրետ ճյուղեր Հայաստան Եվրամիություն, որի մեջ ուրեմն զանազան դրսևորումներ նկատի ունեմ իրավական, դատաիրավական համակարգ, արդարադատության համակարգ, մարդու իրավունքների ուրեմն ոլորտում համագործակցություններ, ճյուղային տարբեր ուրեմն ոլորտների հնարավոր դրսևորումներով համագործակցություն. En un mot, un espace considérable est ouvert à la poursuite et l'approfondissement de la coopération entre l'Arménie et l'Union européenne. Այլ կերպ ասած, բավականին ընդգրկուն դաշտ հերանեկարային բոլոր հնարավորություններով Եվրամիություն Հայաստան հետագա համագործակցության համար. Et c'est une orientation que la France, pour sa part, a soutenue et défendue très fermement. Ուղղորդվածություն, որը ինչ վերաբերում է Ֆրանսիային, լիովին ուրեմն սատարում է եւ տվել է իր համաձայնությունը օժանդակելու նմանատիպ համագործակցություն. Vilnius est un succès aussi bien pour l'Union européenne que pour les pays du partenariat oriental. Ես ասեմ, որ Վիլնյուսի գագաթաժողովը հաջողություն է լինի դա թե Եվրոպայի, ուրեմն Եվրամիության համար եւ թե արևելյան գործընկերության ծրագրում ներգրաված այդ երկրների համար. Pourquoi? Ինչու? D'abord parce qu'il a permis de faire le bilan de progrès considérables depuis le lancement du partenariat oriental. Նախ որ դա հնարավորություն տվեց ընդհանուր հայտարար ուրեմն հայտարարի բերել արևելյան գործընկերության այդ ողջ ժամանակահատվածի ուրեմն հատվածով տեղի ունեցած իրադարձությունների ընդհանուր հայտարարներ. La coopération qui a été engagée, le dialogue qui a été mené entre l'Union européenne et ces pays les a profondément changés et ça vaut tout particulièrement pour l'Arménie. Ուրեմն այն համագործակցությունը, այն երկխոսությունը, որ ծավալվել էր այդ ողջ գործընթացի ընթացքում, բնականաբար մի առանձնահատուկ փոփոխությունների ենթարկվեց. Le partenariat oriental a été partout et en particulier en Arménie un grand promoteur, un accélérateur de réformes. Ես ուզում եմ ասել, որ արևելյան գործընկերությունը բոլոր ուրեմն տիրույթներում եղավ բարեփոխումների, ինչ ասեմ, խթանիչ այսպիսի մի դերակատարություն կարելի է վերագրել արևելյան գործընկերության այս քաղաքականությանը. Deuxième élément qui explique que le sommet de Vilnius est un succès, ce sont les résultats concrets. D'une part, le paraphe d'un accord d'association pour deux pays. Մյուս կողմից էլի հաջողություն, որովհետև դրանք ինչ որ միտեղ նաև ավելի շոշափելի արդյունքներով էլ արտահայտվեցին. Մի կողմից այդ ասոցիացիան համաձայնագրի նախաստորագրում երկու երկրների կողմից արևելյան գործընկերության ծրագրում ներգրաված Une déclaration conjointe entre l'Union européenne et l'Arménie qui jette les bases de la future coopération avec l'UE. Երկրորդը ուրեմն Եվրամիություն, Հայաստան համատեղ հայտարարություն, որով ուրեմն դրվում են ապագա համագործակցության, նկատի ունեմ Եվրամիություն եւ Հայաստան, այդ ապագա համագործակցության հիմքերը. Un accord de facilitation des visas avec l'Azerbaïdjan que l'Arménie, pour sa part, a déjà signé depuis plusieurs mois. Ուրեմն արտոնագրերի վիզաների, այսպես ուրեմն տրամադրման, դյուրացման վերաբերյալ համաձայնագիր Ադրբեջանի հետ, Եվրամիություն Ադրբեջան, իմիջայլոց նմանատիպ համաձայնագիր Հայաստանը արդեն իսկ ստորագրել է Եվրամիության հետ. Ajouter d'autres accords ou d'autres engagements en matière de transport ou de politique d'aviation civile. Ավելացնել երևի թե կարելի է այլ ուրեմն բաղադրյալներ նկատի ունեմ տրանսպորտին եւ կամ քաղաքացիական ավիացիային վերաբերող համաձայնագրեր եւս. Et vous voyez que la moisson est belle. Եվ հավասիկ տեսնում ենք, որ բերքահավաքից դժգոհ երևի թե չենք կարող լինել.
Et puis c'est aussi un succès parce que le partenariat oriental se projette dans l'avenir au travers de la déclaration de Vilnius. Եվ հետո երևի թե արդյունքներից մեկը, որ Վիլնյուսյան հանձնարարություն գագաթնաժողովի միջոցով արևելյան գործընկերությունը ավելի հեռահար, հեռանկար տեսլականներում է, ուրեմն հնարավոր տարբերակներ համագործակցության գտնում։ Et se fixe des objectifs en vue des années à venir, dans la mise en œuvre des accords conclus, dans l'approfondissement, la diversification de la coopération pour tous ces pays, en particulier avec l'Arménie. Եվ հետո բնականաբար հեռանկարները, տեսլականները համագործակցության դրանք, որոնք կարող են արտահայտվել ամենատարաբնույթ տարատեսակ համաձայնագրերով ամենատարբեր ոլորտներում եւ եղածների արդեն խորացմամբ ու ավելի զարգացման։ Voilà, je crois, le bilan que l'on peut très objectivement tirer du sommet de Vilnius. Ահավասիկ ինձ թվում է, որ օբյեկտիվ այն ընդհանուր հայտարարը, արդյունքները, որ կարելի է այսօր գրանցել հետևում ունենալով Վիլնյուսյան գագաթնաժողովը։ Nous avons beaucoup atteint dans le cadre du partenariat oriental, mais il reste, comme toujours, encore beaucoup à faire, et c'est motivant. Ուրեմն արևելյան գործընկերության շրջանակներում ձեռքբերումները շատ բաների են հասել, բայց բնականաբար անելիքները դեռ էլի կան, շատ են, անելիքներ, որոնք ավելի շատ շահագրգիռ են դարձնում երկուստեք գործակցություն, այսինքն մոտիվացնում են դերակատարներին նմանատիպ ծրագրի կենսագործման։ Il ne faut pas s'écarter de l'enjeu du partenariat oriental et des règles qui président depuis son lancement à sa mise en œuvre. Ինձ թվում է, որ չպետք է ուրեմն շեղվենք ի սկզբանե այդ մեկնարկած արևելյան քաղաքականության ներողություն գործընկերության ծրագրի ուրեմն թե խնդիրներից եւ թե կանոններից, որոնք նախանշված էին, որոնց համաձայն այդ գործընկերությունը պիտի ընթանար, սահմանվել էին, չէ՞, կանոններ։ Et pour ma part, je suis optimiste et je préfère regarder ce que nous avons obtenu plutôt que ce que nous n'avons pas obtenu. Իսկ ես որպես լավատես ես ավելի շատ նախընտրում եմ, ավելի ճիշտ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ մենք ձեռք ենք բերել, քան այն իրողությունների վրա կամ այն ամենի վրա, որը մենք ասենք չունենք այսօրվա դրությամբ դեռ չենք։ Or, comme je vous l'ai dit, nous avons obtenu beaucoup. Բայց ինչպես հիշում եք, քիչ առաջ նշեցի, որ մենք ձեռքբերումները շատ են։ Et c'est là-dessus qu'il faut bâtir la politique de demain. Եվ երևի թե արդեն իսկ ակտիվում գրանցված ձեռքբերումների վրա է, որ վաղվա օրը պիտի փորձենք կերտել կամ կառուցել կամ շինարարությանը ձեռնամուխ լինել։